Եթե չկա արդարություն, եթե չկա արդարադատություն, եկեք համաձայնվենք, որ ուրեմն չկա ոչինչ։ Իմացեք, Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ մեկ մարդ, նույնիսկ ձեր ամենամեծ համակիրը քաղաքացիական պայմանագիր խմբակցության գործընկերներ, որ օրինակ 1% անգամ կասկած ունի, որ Սամվել Կարապետյան աղապորինի է կալանավորվել եւ կալանավորվել է, քանի որ Facebook-ում Նիկոլ Փաշինյանը կոնկրետ ցուցում տվեց։ Այսինքն դուք կարող եք ասել, որ ձեր ելույթները, որոնք դուք ունենում եք, ԱԺ-ից դուրս իդեպ, եթե մեկնաբանվի այնպես ինչպես Սամվել Կարապետյանի դեպքում քննիչը, դատախազը, ընդհուպ մինչև գլխավոր դատախազներ այդպես մեկնաբանում, դուք քրեական գործերով պետք է ամեն օր անցնելուց լինեք։ Ասելա մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը։ Ձեր պետաիրավականի քննչական մարմինը, դատախազությունը, այնուհետև դատարանները գտել են, որ սա իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ է։ Պատկերացրեցիք, հիմա ես ասում եմ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը։ Զգում եք, չէ՞, ոնց է կոչը գալի իշխանությունը բռնությամբ զավթելու։ Բայց սա է այն իրականությունը։ Բայց եկեք նաև դատաիրավական բարեփոխումների մարմնավորման դետալը բացահայտենք, որով 8-րդ գումարման ազգային ժողովը պետք է լինի հպարտ։ Դա Արմեն Դանիելյանն է։ Վերաքննիչ քրեական դատարանի ամենահայտնի դատավորը, որը իդեպ բազմաթիվ քաղաքական բանտարկյալների են, որ դուք եք համաձայն, համարեք ես էլ եմ համաձայն, այրանց գործերով բոլորին կամ կալանքի տակապահ է, կամ մեղադրական դատավճիռները ամփոփոխաթող է, կամ հենց ինքն կայացրե նման բեկանող որոշում։ Դուք իրան տարել եք վճռաբեկ դատարան։ Ինքը 2003 թվականից վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է եղել։ Ոչ մի առաջընթաց չի ունեցել, ոչ էլ հեռացվել է դատական համակարգից, ինչը ցավով եմ ընդգծում։ Բայց դուք իրան առաջ խաղացում եք տվել, այսինքն ձեր դատական բարեփոխումների ծրագիրը կոչվում է Արմեն Դանիելյանի անվան դատական բարեփոխում։ Դուք ի վերջո մնացական Մարտիրոսյանին 8 տարվա մեջ, դուք 8 տարի իշխանություն եք, թիվ 1 պատասխանատուն եք դատական համակարգի, դուք իրան առաջ խաղացում եք տվել։ Առաջ խաղացում դատարանի նախագահ եք դուք տեսնում մնացական Մարտիրոսյանին։ Դուք իդեպ Մասիս Մելքոնյանին, արդեն անդրադառնում ենք իմ հարցերին, Մասիս Մելքոնյանը, որը Արամ Զավենի Սարգսյանի կուսակցության կարկառուն ներկայացուցիչն էր, ուղարկել եք դատական համակարգ առանց որևէ մի ընդմիջման, ընդհատման։ Դուք նաև Արտակ Զեյնալյանին ընտրել եք որպես ՍԴ դատավոր, իմանալով, որ այն որ խոսում էինք Երևան քաղաքի ավականու ընտրություններ, բա ինքը այնտեղ էր, հանրապետություն կուսակցությունից։ Դուք իրան ուղարկել եք սահմանադրական դատարան, դուք Վլադիմիր Վարդանյանին, ով այստեղ էր նստում, ձեր հետ ՔՊ-ի, նաև ձեր կուսակցական գործընկերներ, մի քանի ամիս առաջ ուղարկեցիք սահմանադրական դատարան, նույնը Վահագն Հովակիմյանի վերաբերյալ։ Լավ, իրականում Հայաստանում ուրիշ կադրային բազա չկա, պետք է լինի կամ Արմենը Դանիելյան, կամ Մասիսը Մելքոնյան, կամ մնացականը Մարտիրոսյան, օրինակ, ձեզ արդյոք չի անհանգստացնում դատաիրավական բարեփոխումների տեսանկյունից, որ սրբազանների դեպքում կալանքի որոշումները միշտ կայացնում է Մասիս Մելքոնյանը։ Դուք տեսնում եք Facebook-ում ինչ աստիճան Տիկին Ջուլակյանի ասած դատական ակտերի կանխատեսելիություն կա։ Դուք գիտեք, չէ, որ քրեակատարողական հիմնարկներում պահման պայմաններից դուք տեղյակ եք, չէ, հարգելի գործընկերներ։ Դուք գիտեք Հայաստանի ՔԿ-ներում ինչա հիմա կատարվում։ Օրինակ Երևան կենտրոն ՔԿ-ում, Արմավիր ՔԿ-ում, Նուբարաշեն ՔԿ-ում, Արթիկ ՔԿ-ում եւ շարունակ։ Երբ խոսում են քաղ բանտարկյալների մասին, գործընկերներ, եթե մարդուն սխալ կալանավորում են, ու դու տեսնում ես այդտեղ չարամիտ նպատակ, ինքը քաղ բանտարկյալ է։ Հիմա Մխիթարյան Ռուբենի դեպքում նորից ենք ասում, սա ցայտուն օրինակ է, պատկերացրեք, եղել է քննիչ, եղել է դատախազ, եղել է առաջին ացյանի դատավոր, ով ասել է ինքը պետքա կալանավորվի։ Բայց վերաքննիչի մի հատ դատավոր, որ այստեղ ներկա падգամավորներից մեկը իր դատական ակտը քննադատում էր, ասելա չէ, Ռուբեն Մխիթարյանին չպետք է կալանավորել։ Ու այդ դատավորը ճիշտ է եղել։ Չնայած դուք որևէ մի դեպքում դատավորներին իրական անկախության ազդակ չեք փոխանցում։ Վերաքննիչ վարչական դատարանի գերծանրաբեռնվածությունը պայմանավորված է մեկ հանգամանքով։
դա պետական մարմինների բողոքարկումներն են։ Եկեք քաղաքական կամք ցուցաբերվի, կոնկրետ առաջարկ ներկայացվի վարչական մարմիններին, մինչև X թիվ տուգանքին վերաբերող որոշումներով, թող հրաժարվեն իրենց վերաքննիչ բողոքներից։ Հիմա ձեզանից որևէ մեկը, ձեր մտերիմներից որևէ մեկը վերաքննիչ բողոք ներկայացնի, այն կքննվի շատ սեղմ ժամկետում։ Առաջին դատական նիստը նշանակվելու է 2028 թվականի նոյեմբերին։ Կարող եք ճշտել այս պնդումս։